Հարգելի դատարան, ինքը իրեն հարկով դատավորը, դատախազը քննիչը երբեք իրենց չեն համարձակվի ինչ-որ մի հատ գործողություն կատարել, որը հակասում է օրենքներին ու սահմանադրությանը։ Արդարադատություն իրականացնում են ճիշտ խոսքերով, օրենքի տառի պահանջները պահպանելով, փաստերով, այլ ոչ թե ստախոսության կերպարություն։ Հիմա ես այս դատարանից ընդամենը մի հատ բան եմ պահանջում, որ առաջնորդվեք օրենքներով եւ սահմանադրությամբ։ Այդպես տանը պահանջում, որ դա ձեր պարտականությունն է, երբ որ ձեզ լիազոր է եւ իրավունքներ են տվել, համը առաջ պահանջն է դա եղել, որ ամենագլխավոր պահանջը, որ առաջնորդվեք օրենքներով եւ սահմանադրությամբ։ Նաեւ այդ օրենքներով, ձեր գործողություններով եւ որոշումներով որոշում, թե դուք որքան եք հավատարիմ ձեր երկրին։ Ես որքան տեղյակ եմ եւ կոնտեքստի մեջ այնպիսի տողեր չկա, որտեղ դրված է, որ դատախազը կամ քննիչը պետք է զբաղվի կեղծարարությամբ, ստախոսությամբ կամ քրեորեն պատժելի արարք իրեն թույլ տա։ Դուք ձեր գործողություններով եւ որոշումներով եք ապացուցում, թե որքան եք հավատարիմ ձեր երկրին, բայց դուք ձեր գործողություններով ու որոշումներով ցույց եք տալի, որ դուք հավատարիմ չեք ձեր երկրին։ Այսինքն դուք ինքներդ ձեզ չեք հարգում։ Ես այդ դեպքում ինչի մարդը ձեզ հարգեմ։ Եթե դուք կարծում եք հարգանքի արժան եք, նաև հարգեք ուրիշների իրավունքներին, որպեսզի ուրիշներն էլ կարողանան ձեզ հարգել։ Ցանկացած պնդման հետ ըստ ցանկության կարող եք համաձայնվել կամ չհամաձայնվել։ Բայց փաստերը ամեն ինչ ապացուցում է փաստերը։ Որպեսզի իմ ասածը հերյուրան չթվա, ես դրա համար պետք է խոսեմ փաստերով։ Մենք պաշտպանվելու իրավունք ունենք, բայց մինչև այսօր ես այս պաշտպանվելու իրավունքից չեմ կարողանում օգտվել, որովհետև մինչև այսօր ես մի հատ պարզ հարցի պատասխան չեմ կարող ստանալ։ Արդյոք հանցագործություն տեղի ունեցել, թե ոչ։ Չնայած այսօր ստացել եմ այդ հարցի պատասխանը, այո, հանցագործություն տեղի ունեցել, բայց ոչ թե մեր մասնակցությամբ մեր ներգրավումով, այլ դատախազի, դատավորի, քննիչի ու Քոքոբելյանների մասնակցությամբ։ Որովհետև եթե առաջնորդ էր օրենքներով, առնվազն շորտ մանրամասներով քրեական վարույթ չէր կարող նախաձեռնել։ Եթե դատարանը առաջնորդվեր օրենքներով, այս քրեական վարույթը պետք է վաղուց կարճ չկա։ Հիմա ես մի հարցում շատ վստահ եմ, որ դուք տեսողության խնդիր չունեք, լսողության խնդիր չունեք, հայատակ կարդալու խնդիր չունեք, խոսքը ճիշտ ընկալելու խնդիր չունեք, բայց հաստատ ստացվում է, որ ապօրինի գործողություններ են։ Ինչ որ միտեղ հասկանալի կլներ, որ այս ամեն ինչ ամրագրության կամ չիմացության արդյունք կլներ, բայց դուք շատ լավ իրավաբաններ եք եւ հենց այդ դարերից հիմք հատավի ասելու, որ դուք գիտակցաբար կատարում եք քրեորեն պատժելի արարք։ Որովհետեւ ըստ քրեադատավարական օրենսգրքի քրեական վարույթ չի կարող նախաձեռնել, եթե հանցանքի մասին տեղեկությունները ստացվել են անհայտ կամ չբացահայտված աղբյուրում։ Հիմա 3 տարի ինձ եք կալանքի տակ պահում, ես քանի ամիս է թաթուրին եք կալանքի տակ պահում, այն դեպքում, որ նույնիսկ քրեական վարույթ նախաձեռնել, քրեական գործ հարուցելու հիմքերը չեք ունեցել։